աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության այստեղ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում։ Ռուբեն Խոջյան, քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ։ Պարոն Խոջյան, ներկայացնեք, թե ոնց հասցվել է, նախապես տեղեկացվել են, ծանուցվել են ապրանքները, հանել են հնարավորություններ են տնտեսվարողները։ Նայեք, արդեն շուրջ 3-4 ամիսա բանակցություններ են գնում, տնտեսվարողները բոլոր այդ խոսում են, իրազեկել են նախատեսվող աշխատանքների մասին եւ իրենց նաեւ կամքն բավարարվել, որպեսզի իրենց հնարավորություն եւ ժամանակ տրամադրվի մինչև սեպտեմբերի 30-ը, որից հետո իրենց արդեն ապրանքները կտեղափոխեն, սրբակներն ու տաղավարները կազատեն, որից հետո մենք իրականացնենք կազմման Դա իրականությանը չի համապատասխան, որտեղ չկա տենց կրպակ, որ այս պահին ապամոնտաժում ապահանումը, որի մեջ բույթ եղել է, 3 բանից սկսված, իրենք տնտեսվարողները նախապես իրազեկվել են, որ վաղ աշխատանքները ինչպես որ պայմանավորվել են իրականացնելու են, իրենք իրենց բույթը ամբողջությամբ տեղափոխել են։ Մենք առավոտյան մեր աշխատանքները սկսնելուն պես բոլոր կրպակները նայել ենք, որովը մեկում տենց խնդիր եղել։ Ինչպես? Չլսեցի նորից։ Չէ, այս պահին նման քննարկում չի եղել, նման առաջարկ եւ պահանջոց չի եղել։ Այն ինչի մասին, որ հնարավոր է եղել խոսել բանակցել, ժամանակ եղել է, նշեցի, ես կրկնում եմ, որ արդեն շուրջ 3-4 ամիս այս բանակցությունները գնում են եւ տնտեսվարողները բոլորը տեղեկացված եղել են։ Չէ, օրինական չեն, օրինական դրանք լայն հասկացողություն են։ Դրանք կրպակներ են, որոնք ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետը բոլորին ավարտված է։ Բայց քանի որ դեռ կադաստրի պետական կոմիտեի վարձակալության պայմանագրերը լուծված չեն եւ իրավունքները դադարեցված չեն, հետեւաբար դրանք այս բանի որոնց գործողություն չի արվում, բայց այսօր էլ ես տնտեսվարողների հետ եմ խոսել եւ իրենց փոխանցել են, որ այդ գործընթացը ընթացքում ոչ թե դա ժամանակի խնդիր, որ ամեն ինչ պատասխանավոր է օրենքի դաշ, հետեւաբար նաեւ կանդրադառնանք դրան, որտեղ հնարավոր է այդ մայթը ազատել մասնակցություն, անհրաժեշտություն կա, դա հանրության պահանջն է եւ այս հատվածում դուք գիտեք, որ եւ երթևեկությանն է սա գործում, եւ նաեւ հետիոտնի համցի դարձում։ Շուկայի հարցը այս պահին դեռ լուր այս պահին չէ, շարունակ արդեն քննարկվում, բայց կոնկրետ որոշում չկա այս պահին։ Խնդրում են, որ էլիտար շենքեր կառուցեն։ Տենց նախագիծ չկա, ես տեղեկացված չեմ։ Դա ենթադրություն է դարձել։ Դե գիտեք, որ ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում այս շուկան երբ որ գործել է, Երևան քաղաքը այսպես ծանրաբեռնված չի եղել։ Դա տարիների արդյունքում է գոյանում է։ Ըստ ծանրաբեռնվածությունը բնականաբար չէր կարող լինել 20 տարի առաջ։ Ծանրաբեռնվածությունը այսօր արդեն խորհրդական դարը եւ ժողովուրդը արդեն այլ տարբերություն ունեն, իրանք անընդհատ բարձրաձայնում են եւ կարծում եմ բոլորս էլ երբ որ օրվա պիկ ժամերին փորձում եք ինչ-որ տեղից մի տեղ տեղաշարժվելու եւ պետք է անցնեք այս փողոցով, հետեւաբար մենք շրջանցում ենք, որտեղ բոլորը գիտենք, որ այդտեղ երթևեկությունը ծանրաբեռնվել է։ Դե գիտեք ոնց քննարկումներ եղել են, առաջարկներ եղել են, բոլոր առաջարկները լսվել են։ Նախ առաջարկ եղել է ժամանակի հետ կապված, որը քաղաքապետարանը ընդունել է եւ այդ առաջարկն առաջ է գնացել, ժամանակ տրամադրել է։ Իսկ մնացած հարցերը տեղափոխելու, այլ վայր հատկացնելու հետ կապված, դրանք պետք է ուսումնասիրվեն, որովհետև կոնկրետ մի տնտեսվարող այն գործունեությունը, որտեղ ծավալում է ինքը վերցնի եւ տեղափոխի այլ վայր, չի ունենա այն ծավալի իր առևտրի
բանը ինչ որ ստեղ, որտեղ ստեղ գիտեք սա շուկա, ստեղ տարաբնույթ բաներ, ապրանքներ են վաճառվում, ինքը ոնց որ կոմպլեքսավորված է, մասնավորապես ավելի հարմար է, որտեղ մի բանի համար չեն գալիս, ստեղ տարբեր իրեր գնելու համար են գալի։ Տեւաբար այդ տեղափոխումը այլ վայրը կարծում եմ, եթե շուկան ամբողջական ինչ-որ տեղ տրամադրվի եւ բոլորը տեղափոխվեն, բնականաբար բոլորի համար այս նպատակը հարմար կլինի։ Մայրաքաղաքում այլ շուկաներ կան, որտեղ եւս կրպակներ կան, մասնավորապես Մալազիայի շուկան։ Երևան քաղաքում այո, տարբեր հատվածներ կան, որ այդ խնդիրը ունեն։ Եկեք չհամեմատենք որևէ տարած։ Այս բանի քննարկումը օրինակ Թեթակի դիմացի, հա, այդ հատվածի Այնտեղ է ծանրաբեռնված երթևեկությունը։ Թեթակի մասով էլ է քննարկումներ լինում, Մալազիայի շուկայի մասով էլ կան քննարկումներ եւ փորձում ենք այդ քննարկումները բնականաբար իրավական դաշտում անցկացվի եւ որ առաջիկայում բոլոր շուկաները ապամոնտաժվեն։ Հարգելիներս, դուք մեծ ծավալի հարց եք բարձրացնում աշխատանքների մասով ծավալի, դա մեկ օրվա բան չի։ Պետք է նայենք ըստ ոչ թե անհրաժեշտ առաջնահերթություններ կան։ Մի մոռացեք, որ մենք հիմա գտնվում ենք Երևանի կենտրոնում եւ չհամեմատենք, հա, Մալազիան, Նոր-Նորքը, չգիտեմ, Շենգավիթ վարչական շրջանը կենտրոնի է։ Դե կենտրոնա, բայց ինքը ավելի դեպի Շենգավիթ վարչական շրջանի կողմն է, այնտեղ չհամեմատենք, էլի դրա համար եմ ասում, տարածքները անհամեմատել են ուղղակի։ Իսկ կրպակների սեփականատերերին փոխհատուցում լինելու է, քանի որ իրենց միջոցներով են սարքել։ Այդ կրպակները որևէ իրավական կարգավիճակ չունեն, հետևաբար օրենքով սահմանված կարգով փոխհատուցման հարց չի կարող քննարկվել։ Այստեղ զուտ կարող քննարկվի, չգիտեմ, Երևանի քաղաքապետարանը բարի կամքի դրսևորում ինչ-որ լինի ու շուտ տարածք հատկացվի, բայց էլ եմ ասում, տարածք ինչ-որ մեկ անձին հատկացնելով հարցը չի լուծվելու, որտեղ այս մարդկանց առևտուրը անհատական չի։ Այստեղ բոլորը այստեղ ոնց որ այս մի վայրում են տեղակայված եւ այդ առևտուրը հենց մեկը մյուսով է իրականացնում։ Այստեղ մեկով չի։ Եթե մեկով լինի, բնականաբար իրենք իրենց առևտուրը կարան ուրիշտեղ կազմակերպեն, բայց կարծում եմ, իմ կարծիքն է դա, զուտ բիզնեսի առումով դա ուղղակի ոչ նպատակահարմար է, էլի անհատական ինչ-որ մեկը տեղափոխի իր գործունեությունը այլ վայր։ Քանի կրպակի ապամոնտաժման որոշում եք կայացվել։ Ուրեմն կրպակների թիվը հստակ չեմ ասի, ինչի համար, որովհետև մենք քաղաքապետի որոշումը դրված է Ալեք Մանուկյանից եւ Վրացյան փողոցի Չանկյալ հատվածում իրավական կարգավիճակ չունեցող կրպակների եւ տաղավարների։ Այստեղ ոչ թե միայն կրպակներ են, այստեղ տաղավարներ են նաեւ, այսինքն իրանք ընդհանրապես ծածկված են որոշակի երկաթե կոնստրուկցիաներով եւ դրանց հաշվառում որպես այդպիսին թվականակով անելը այդքան նպատակահարմար չեն գտնում։ Եվ ամփոփելով որևէ բան եք ավելացնել։ Մի բան կարող եմ ավելացնել, ձեզ բոլորիդ ասեմ, որ այն ինչ որ արվում է, ժողովուրդ, հավատացեք, ես դες վստահեցնում եմ, որ ամեն ինչը նախապես բոլոր տնտեսվարողները քննարկվում է եւ բոլոր առաջարկները միանշանակ, որը որ հնարավոր է, ընդունվում են եւ բնականաբար դրանից հետո նոր արդեն որոշակի աշխատանքներ են։ Որևէ մեկի չեմ ասի կամքին հակառակ, բնականաբար որևէ մեկը չէր ուզենա, որ իր բիզնեսը սպային այս ճակատագրին արժանանա, բայց ուզում եմ, որ բոլորը դա օբյեկտիվ հարց հանրային շահերից է բխում։ Եվ որևէ մեկը իր անձնական շահի համար չի իրականացնում։ Այսքանը շնորհակալություն։